Գիրք Ծննդոց, գլուխ 32 Եվ Հակոբը գնաց իր ճանապարհը, և Աստծո հրեշտակները նրան պատահեցին։ Եվ Հակոբը, երբ որ տեսավ նրանց, ասեց. «Սա Աստծո բանակն է», և այնտեղի անունը Մանայիմ դրավ։ Եվ Հակոբն իր առջև պատգամավորներ ուղարկեց իր եղբայր Եսավին, դեպի Սեիր երկիրը, Եդովմի գավառը, և պատվիրեց նրանց ասելով. «Այսպես ասացեք իմ տիրոջ Եսավին. քո ծառա Հակոբը այսպես է ասում. Լաբանի մոտ պանդխտություն արի, և մինչև հիմա ուշացա, և ունի մարչարներ և էշեր, հոտեր և ծառաներ, և աղախիններ։ Հիմա ուղարկում եմ իմ տիրոջն իմացնելու, որ քո առաջին շնորհ գտնեմ»։ Եվ պատգամավորները հետ դարձան Հակոբի մոտ և ասեցին. «Քո եղբոր Եսավի մոտ գնացինք, և նա էլ 400 մարդով գալիս է քեզ դիմավորելու»։ Եվ Հակոբը շատ վախեց և շփոթվեցավ, և իր հետ եղած ժողովուրդը և հոտերը և արջառները և ուղտերը երկու խումբի բաժանեց և ասեց. «Եթե Եսավը մեկ խումբին հասնե և նրան զարկելու լինի, մյուս խումբը կազատվի»։ Եվ Հակոբն ասեց. «Ով իմ հոր Աբրահամի Աստված և իմ հոր Իսահակի Աստված, ով Եհովա, որ ասեցիր ինձ. ետ դարձիր քո երկիրը և քո հայրենիքը, և քեզ բարիք կանեմ։ Ես արժանի չեմ այն ամեն ողորմություններին և ամեն հավատարմությանը, որ քո ծառային արել ես, որովհետև իմ գավազանովն անցա այս Հորդանանիցը և հիմա երկու խումբի տեր եղա։ Ազատիր հիմա ինձ իմ եղբայր Եսավի ձեռքիցը, որովհետև նրանից վախում եմ, միգուցե գա և զարկե ինձ և մորը տղաներովը։ Եվ դու ասել ես, թե անպատճառ քեզ բարիք կանեմ, և քո սերունդը ծովի ավազի չափ կանեմ, որ շատությունից չի համրվիլ»։ Եվ այն գիշերն այնտեղ մնաց։ Եվ իր ձեռքի եղածիցն իր եղբայր Եսավի համար ընծաներ առավ. 200 այծ և 20 նոխազ, 200 էգ ոչխար և 20 խոյ, 30 ծիծ տվող ուղտ իրանց ձագերովը, 40 կով և 10 ցուլ, 20 էգ էշ և 10 ավանակ։ Եվ ամեն մեկ հոտը ջոկ-ջոկ իր ծառաների ձեռքը հանձնեց և ասեց իր ծառաներին. «Առաջս անցեք և հոտերի մեջտեղը միջոց թողեցեք»։ Եվ առաջինին պատվիրեց ասելով. «Երբ որ իմ եղբայր Եսավը քեզ պատահե և քեզ հարցնե ասելով. դու որինն ես և ուր ես գնում, և այս առաջիններդ որինն են, այն ժամանակ ասիր. քո ծառա Հակոբինն է, սա ընծա է ուղարկված իմ տեր Եսավին, և ահա ինքն էլ մեր ետևին է»։ Եվ այսպես էլ պատվիրեց երկրորդին և երրորդին և հոտերի ետևից բոլոր գնացողներին և ասեց. «Այս խոսքի պես խոսեցեք Եսավի հետ, երբ որ նրան գտնեք։ Եվ ասեցեք. ահա քո ծառա Հակոբն էլ մեր ետևին է, որովհետև ասում էր. կկաղղացնեմ նրա երեսն այս ընծայներով, որ իմ առաջին գնում են, և հետո կտեսնեմ նրա երեսը, գուցե ինձ ընդունե։ Եվ ընծայները նրա առաջին գնացին, և նա այն գիշերը այնտեղ մնաց բանակի մեջ։ Եվ այն գիշերը վեր կացավ, և իր երկու կանայքը, և իր երկու աղախինները, և իր 11 որդիներն առավ, և Հապոգի անցքիցն անցավ։ Եվ նրանց առավ ու վտակիցն անցրեց, և իր բոլոր ունեցածն անցրեց։ Եվ Հակոբը մինակ մնաց, և մի մարդ գոտեմարտում էր նրա հետ մինչև արշալույսի ծագելը։ Եվ տեսավ, որ չկարողացավ նրան հաղթել, նրա զստի ամոլաջոլին դիպավ։ Եվ Հակոբի զստի ամոլաջիլը թուլացավ նրա գոտեմարտած ժամանակը, և նա ասեց. «Թող տուր ինձ, որովհետև արշալույսը ծագեց»։ Եվ Հակոբն ասեց. «Չեմ թողի քեզ, մինչև որ ինձ չօրհնես»։ Եվ նա ասեց նրան. «Ի՞նչ է անունդ»։ Նա էլ ասեց. «Հակոբ է»։ Եվ նա ասեց. «Այլևս քո անունը Հակոբ չասվի, այլ Իսրայել, որովհետև Աստծո հետ և մարդկանց հետ մարտնչեցիր և հաղթեցիր»։ Եվ Հակոբը հարցրեց և ասեց. «Աղաչեմ, անունդ ասիր»։ Եվ նա ասեց. «Ինչու ես իմ անունը հարցնում»։ Եվ նա օրհնեց նրան այնտեղ։ Եվ Հակոբն այնտեղի անունը Փանուել դրավ, որովհետև ասեց. «Դեմ առ դեմ տեսա Աստծուն, և իմ անձը ողջ մնաց»։ Եվ արեգակը դուրս եկավ նրա վրա, երբ որ Փանուելիցն անցավ, և իր զստի վրա կաղում էր։ Նրա համար Իսրայելի որդիքը զստի վրա թուլացած ջիղը չեն ուտում մինչև այսօր, որովհետև Հակոբի զստի թուլացած ջիղին դիպավ։